Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Միացյալ Նահանգների նախագահի հայտարարություններից հետո Եվրոպական միությունում լրջորեն սկսել են մտածել սեփական անվտանգության ապահովման մասին։ Հիշել են, որ Ֆրանսիան պարզում է միջուկային տերություն է, որ Ֆրանսիան կարող է իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը եւ պաշտպանել Եվրոպական միությանը։ Բայց ակնհայտ է մի բան, ֆրանսիական բանակը վերջին 40 տարիների ընթացքում որևէ լուրջ ռազմական գործողությունների չի մասնակցել, ինչպես եւ մյուս եվրոպական բանակները։ Հետևաբար Ֆրանսիայի դերը Եվրոպական միության պաշտպանի հարցում կարծում ենք այդքան էլ իրատեսական չէ։ Բայց այս ամենին շատ զարմանալիորեն եւ շատ արագ արձագանքում է Թուրքիան։ Իհարկե զարմանալ պետք էլ չի, որովհետեւ Թուրքիան Թուրքիա չէր լինի, եթե չարձագանքեր եւ չփորձեր օգտվել այս իրավիճակից։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարություն է անում, նշելով, որ այն հայտարարություններից հետո ինչ արել է Տրամպը, Եվրոպական միությունը պետք է մտածի սեփական անվտանգության ապահովման մասին, եւ Թուրքիան ցանկություն ունի մարզ կազմել այդ անվտանգության համակարգում։ Այլ կերպ ասած, Թուրքիան ցանկանում է ստանձնել Եվրոպական միության պաշտպանի դերը Միացյալ Նահանգների փոխարեն։ Եվրոպան ըստ էության որևէ այլ տարբերակ չի ունենալու, քան ընդունել թուրքական առաջարկը, քանզի նախ առաջինը թուրքական բանակը Միացյալ Նահանգների ռազմական ուժերից հետո երկրորդն է իր մեծությամբ ցամաքային բանակի մասին է խոսքը, եւ երկրորդը թուրքական բանակը ի տարբերություն եվրոպական պետությունների բանակների ռազմական գործողությունների շատ ավելի մեծ փորձ ունի, հետեւաբար շատ ավելի լավ կարող է այդ դերը ստանձնել։ Բայց իհարկե դա հենց այնպես չի անելու Թուրքիան։ Դրա համար շատ լուրջ դիվիդենդներ պետք է քաղի Էրդողանը, իսկ կարծում ենք դիվիդենդներից կարևորը լինելու այն, որ Թուրքիան ըստ էության պահանջ է դնելու Եվրոպական միության առջև, ես ապահովում եմ քո անվտանգությունը, դու էլ ինձ ընդունում ես Եվրոպական միության շարքերը։ Հետաքրքիր զարգացումներ են կատարվում։ Տեսնենք, թե Եվրոպական միությունը հանուն այն, որ Թրամպը չի ցանկանում պաշտպանել նրա անվտանգությունը եւ հանուն սեփական անվտանգության ապահովման կգնա արդյոք այդ քայլին եւ Թուրքիային կընդգրկի արդյոք Եվրոպական միության շարքերը։ Բայց մի բան ակնհայտ է, տարածաշրջանային զարգացումները բավականին բուռն են զարգանում եւ Հայաստանը կարող է օրինակ դառնալ Եվրոպական միության հարևան, եթե Թուրքիան դառնա Եվրոպական միության անդամ։ Հետաքրքիր կարող է լինել այս ամենը եւ տեսնել, թե ինչպես են դրան արձագանքում տարածաշրջանային պետությունները։ Քանզի Եվրոպական միության անդամ Թուրքիան եւ Եվրոպական միությունից դուրս գտնվող Թուրքիան երկու տարբեր հարթություններ են եւ երկու տարբեր պետություններ են տարածաշրջանային երկրների համար, առաջին հերթին իհարկե Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության համար։ Ինչևէ, հետաքրքիր զարգացումներ են մեզ սպասում եւ տեսնենք, թե առաջիկայում ինչ նոր իրադարձություններ են տեղի ունենալու։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինայի հետ է կապված։ Ակնհայտ է, որ Թրամպը գնում է շանտաժի Զելենսկու հետ բանակցություններում եւ անգամ սպառնում են հրապարակել այն ուկրաինացի պաշտոնյաների անունները, որոնք թաթախված են կոռուպցիոն սկանդալներում, եթե Զելենսկու կառավարությունը չստորագրի Միացյալ Նահանգների հետ այդքան չարչրկված հանգամանքային ռեսուրսների մասին պայմանագիրը։ Ավելին, ամերիկյան մամուլը արդեն նշում է, որ Թրամպը նաեւ պլան B ունի Զելենսկու հետ կապված, դա կարող է լինել նախկին պաշտպանության նախարար ներկայումս Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Զալուժնին։ Զալուժնին արդեն սկսել է շատ զգույշ, բայց հետևողականորեն քննադատել Զելենսկու կառավարությանը, մասնավորապես վերջինս քննադատեց այն մոբիլիզացիոն գործընթացը, որ տեղի է ունենում ուկրաինական քաղաքներում։ Զալուժնին դա անվանեց մարդավորց եւ նշեց, որ դա նորմալ չէ եւ այդ պայմաններում մոբիլիզացված զինվորները չեն կռվելու ճակատում եւ առաջին իսկ հնարավորության դեպքում լքելու են դիրքերը։ Իրադարձություններն ցույց են տալիս, որ Զալուժին ճիշտ է, բայց այստեղ առաջանում է հարց. այնպես չի, որ ուկրաինական մոբիլիզացիան նոր է սկսել մարդավորս իրականացնել ուկրաինական քաղաքներում եւ փողոցներում եւ Զալուժնին դժվար թե այս ամենը չնկատեր։ Նշանակում է ինչ որ միտեղից իսկ մեծ հավանականությամբ հենց Միացյալ Նահանգներից հրահանգ է եկել պատրաստվել փոխարինելու Զելենսկուն, եթե Զելենսկին համառի եւ ամեն դեպքում ձգձգի այդ պայմանագրի ստորագրումը կամ ընդհանրապես այն չստորագրի։ Իսկ ուկրաինական ճակատում այս ամենի ֆոնին բավականին լուրջ իրադարձություններ են տեղի ունենում եւ արդեն Telegram ալիքներն են հայտնում եւ ռուսական եւ ուկրաինական, որ Կուրսկի ճակատում ռուսական բանակը ոչ միայն ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը, այլև ուկրաինական արդեն Սումսկի մարզում բավականին լուրջ առաջխաղացում է ապահովել եւ սպառնալիք կա, որ Կուրսկի մարզում գտնվող ուկրաինական զորամիավորումները կարող են ընկնել շրջափակման մեջ։ Բացի այդ,
Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է Ուկրաինայի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը եւ ոչինչ չի արվում էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու համար, ինտենսիվ հարվածներ են հասցվում նաև ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին եւ գազային պահեստարաններին։ Ակնհայտ է այստեղ, որ Միացյալ Նահանգները Ռուսաստան եթե անգամ պայմանավորված չի, բայց սինխրոն են գործում։ Մի կողմից Թրամփը ուժեղացնում է ճնշումը Զելենսկու վրա, մյուս կողմից ռուսական կողմն է ուժեղացնում ճնշումը ճակատում, ըստ էության ոչինչ չթողնելով, այլ երկ չթողնելով Զելենսկուն, քան ստորագրել այդ պայմանագիրը։ Ինչպես կզարգանան իրադարձությունները, մենք կտեսնենք առաջիկայում, բայց այստեղ շատ կարևոր եզրանկումներ է պետք անել, որ դաշնակիցները միշտ չէ, որ իրենց պարտականությունները կարող են կատարել կամ պետք չէ այնպես վարվել եւ այնպիսի քաղաքականություն իրականացնել, եւ ամբողջովին մնաս դաշնակցի թույսին եւ վերջին պահին դաշնակիցը քո հետ վերաբերվի ոչ թե որպես հավասարի այլ մի պետության, որ պարտավոր է ամեն ինչ անել իր երկրի շահերը առաջ տանելու համար։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Մերձավոր Արևելքի հետ է կապված դիցուք Սիրիայի։ Սիրիայում կտրուկ լարվել է իրավիճակը եւ Լաթաքիայում գտնվող ալավիները եւ մյուս կրոնական եւ ազգային փոքրամասնությունները ըստ էության ապստամբություն են բարձրացրել սիրիական նոր իշխանությունների դեմ։ Սկսվել են լուրջ բախումներ Սիրիայի հարավում եւ դրանից օգտվելով քրդերը Սիրիայի հյուսիսից անցել են հարձակման, քանզի սիրիական նոր զինված ուժերը, որոնք ըստ էության ԱԱԲ-կիչներն են, որոնք եկել են իշխանության, ստիպված են եղել հյուսիսից զորքեր տեղափոխել դեպի հարավ ապստամբությունը ճնշելու համար։ Դրան զուգահեռ Իրանը կոչ է անում տարածաշրջանում իր դաշնակիցներին, հութիներին եւ մյուս պրոքսիներին պատրաստվել Իսրայելի դեմ պատերազմի։ Ինչևէ, զարգացումները բավականին կտրուկ կարող է լինել, ինչը կարող է չտեղավորվել Տրամփի քաղաքականության, տրամաբանության մեջ, փաստի առաջ կանգնեցնելով վերջինիս։ Եվ կա վտանգ, որ եթե Տրամփը շարունակի միակողմանի քաղաքականությունը եւ ամբողջովին ապավինի Իսրայելին եւ Իսրայելի աջակցություն ցուցաբերի, կարող է նաեւ աննկատելորեն ինքը ներքաշվել տարածաշրջանային լուրջ պատերազմի մեջ, ինչը վստահ ենք այս բանը չի մտնում Տրամփի պլանների մեջ։ Ինչևէ, հետաքրքիր զարգացումներ են մեզ բոլորի սպասում, թե ինչպես կզարգանան իրադարձությունները երկրագնդի տարբեր հատվածներում, մենք կտեսնենք առաջիկայում։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։